ներողություն քիչ առաջ ուխտադրուժ այդ 10 եպիսկոպոսները ժողովրդի պարսավանքի ամոթանքի ներքո կարելի է ասել գրեթե փախան ուժային կառույցների այսպես ասած հովանավորությամբ գրեթե փախան այ դուք որպես պատշաճային քաղաքացի ես ասեմ ձեզ ես գտնում եմ որ ընդհանրապես Էջմիածինը ընդդիմադիր քաղաք է պատահականության արդյունքում, այսինքն իրենք իշխանությունը զավթեցին, բայց իրանք մտածում են, որ եկեղեցին էլ նույն հոժարությամբ էջմիածինցիները թույլ կտան կամ հայ ժողովուրդը թույլ կտա, որ կարող են նվաճել։ Այստեղ մենք մենակ մի մաքրելու բան ունենք, դա իշխանությունն է, իրենք են, որ 7 տարի զավթել են իշխանությունը, խաբելով, գովազդելով, տեխնիկայի միջոցներով, ամեն ինչը իրենց ձեռքում է, իրենք իրենց գովազդը ապահովում են, կարծես ժողովուրդը իրենք են ներկայացնում։ Բայց այն սրբապիղծները, ովքեր միացել են իրենց հիմա, իրականում ինքնակամը մաքրեց եկեղեցին կարծում եմ։ Վեհափառը պիտի իրենց հեռացնի այդ մարդկանց եկեղեցուց ու եկեղեցին մաքրվի։ Մենք էլ մեր ժողովուրդն էլ հանգստություն գտնի վերջո։ 7 տարի ստրեսի մեջ ենք։ Ինչքան կարելի է ասենց։ Մենք կանգնելու ենք մինչև ես կոնկրետ արունս կթափեմ եկեղեցուն պաշտպանելու եմ։ Ես պատրաստ եմ միջև վերջ կանգնելու վեհափառի համար, հայ առաքելական եկեղեցու համար, մեր հավատքի համար, որը միշտ մեզ պաշտպանել է, հասցրել է այստեղ։ Մենք պատասխանատվություն ունենք, պարտականություն ունենք եկեղեցու առաջ։ Այսօր առավոտյան լրագրողների հետ զրույցում Փաշինյանը այսպես ինքնավստահ ասում էր, թե վեհափառ հայրապետին ընդամենը 1-2 օր է մնացել այդ ինքնավստահ ամեն ինչն էլ ինքնավստահ է ասում, ինքնավստահությամբ ասեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Իրա ասելուն պետք է ուշադրություն դարձնենք։ Ի վերջո մենք արժանապատվություն ունենք, բոլորը իրա նման չեն։ Ինքը չունի այդ արժանապատվությունը, իրեն հավատացողները չունեն արժանապատվություն։ Հավատանք չաթիվ էին, այո, այսպես ասած 10 ուխտադրուժ եպիսկոպոսների հորդորով այստեղ հավաքված։ Իրենք որովհետև ամաչում են։ Ակտիվ մասան, այն աղանդավորների մասան է։ Մենք տեսնում ենք եկեղեցի ովքեր են գնում, Գյումրի մյուս եկեղեցիներ։ Բայց Էջմիածինը ինքը չի կարող ծնկի վերել, ես տենց եմ համարում։